Ինքնություն ասելով մենք նկատի չունենք, չէ՞, քարացած ինչ-որ process, այսինքն բյուրեղացած, վերջնական տեսք ստացած ինչ-որ բան, որովհետև օրինակ Ստյուարտ Հոլը մշակութային տեսաբան ասում է ինքնությունը այնքան պարզ բան չի, հա, որ դա միայն անցյալի մասին չի, դա նաև կատարելագործման ապագայի մասին, այսինքն դու պիտի ձգտես այն ինքնության, այսինքն երբ որ մենք ասում ենք, օրինակ դուք ասում եք հայկական ինքնություն, ես կարող եմ ասել եզդիական ինքնություն, դա այն չի, որ մենք կարող ենք ասել ու այդ բոլոր կանոններով այս պահին լինել այդպիսի ինքնություն, մենք պիտի այդ փուլերը անցնենք, այսինքն ինքնությունը զարգացման փուլ ունի, թե հենց զարգացման փուլը արդեն ճգնաժամ է։ Շատ լավ հարց տվեցիք, որովհետև հենց ձեր հարցի հետ կապված մենք ամբողջ մի տեսություն ենք մշակում այդ ինքնության զարգացման փուլերը եւ այդ ինքնության զարգացման փուլերը զուգահեռում ենք մարդու հետ, որովհետև եթե մենք ուզում ենք հասկանանք ինչ է ինքնություն, առաջերտին պրոյեկտում ենք մեզ վրա, մարդ անհատականության վրա, հետո կարողանում ենք համանմանության այդ սկզբունքով նաեւ ավելի մեծ մասշտաբի մեջ պրոյեկտել, ենթադրենք ազգի մեջ։ Հիմա այս առումով ասում ենք, որ ինքնությունը, այո, այսպես միանգամյա ակտ չէ եւ միանգամյա տրվածություն չէ, որ այդտեղ վերջանում է։ Այդ խնամք, ուշադրություն, զարգացում, անընդհատ զարգացման փուլեր եւ այդ փուլերը մենք նաեւ զուգահեռում ենք մարդ անհատականության հետ։